Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ։ Շարունակում ենք մեր էլեկտրադինամիկա առցանց դասընթացը։ Այսօր մենք էլեկտրամագնիսական ալիքների տեսություն բաժնի ներքո կդիտարկենք ալիքային հավասարումը եւ դրա լուծումները։ Մեր այս դասը սկսենք Հելմհոլցի այսպես կոչված ալիքային հավասարումից, որը մենք կներկայացնենք էլեկտրամագնիսական ալիքների համար։ Նախ սկսենք Մաքսվելի առաջի երկու հավասարումների դիտարկումից, որոնք ըստ էության ոչ այլ ինչ են, եթե ոչ մասնակի ածանցյալներով երկու գծային դիֆերենցիալ հավասարումների համակարգ, երկու անհայտների համար գրված, Ե եւ H դաշտերի համար։ Այստեղ մենք ունենք ժամանակային հարմոնիկ կախվածության համար այս հավասարումները ներկայացված են կոմպլեքս տեսքով։ Կոմպլեքս դիելեկտրիկ թափանցելիությունը մասնավորապես ներկայացված է 4-3 արտահայտությամբ, որը բերված է հղումների բաժնում։ Հիշեցման կարգով նշենք, որ լինի դա սկալար, լինի դա վեկտորային մեծություն, կոմպլեքս տեսքով այն ներկայացվում է կետով նշանի վերևում, այնպես ինչպես դա արված է այս բերված երկու հավասարումների մեջ։ Բացի այդ, ես կուզեի նշել, որ հավասարումների լուծումը եւ ամբողջ այդ գործընթացը մենք կդիտարկենք մոնոխրոմատիկ դաշտի համար, այսինքն այնպիսի դաշտի, որը բաղկացած է միայն մեկ սպեկտրալ բաղադրիչից, այսինքն մի հաճախականությունից։ Էլեկտրական եւ կամ մագնիսական դաշտի լուծումը ստանալու համար անհրաժեշտ է միավորել այս հավասարումները, ներկայացնելով անհայտներից մեկի համար միայն, այսինքն երկու հավասարումները վերածել մեկի, մի հավասարման, միայն մի անհայտի համար, պարզ է, որ այս դեպքում այն ենթադրաբար պիտի ստացվի երկրորդ կարգի դիֆերենցիալ հավասարում մի անհայտի համար գրված։ Այդ նպատակով երկրորդ հավասարումը 4-2-2-ը այս հավասարման երկու կողմում մենք կկիրառենք վեկտորական բազմապատկում նաբլա օպերատորով եւ ներկայացնենք 4-2-3 արտահայտության տեսքով։ Եվ եթե այս 4-2-3 արտահայտության աջ մասում նաբլա վեկտորային h-ը մենք տեղադրենք 4-2-1 արտահայտությունից, փոխարինելով այն I օմեգա էպսիլոն E մեծությամբ, ապա կհանգենք 4-2-2 արտահայտությանը, որի մեջ կա գործակիցը փոքր-ինչ ավելի ուշ մենք կպարզաբանենք։ Այս արտահայտության ձախ մասը կարող ենք ձևափոխել հաշվի առնելով կրկնակի վեկտորային արտադրյալի հետևյալ նույնությունը կամայական A, B, C վեկտորների համար։ Այստեղ մենք ունենք A անգամ վեկտորային արտադրյալ փակագծերում B անգամ C վեկտորային, հավասար է A անգամ C սկալար անգամ B սկալար մինուս A անգամ B սկալար անգամ C սկալար։ Մենք այս արտահայտությունը մեր դասերից մեկում, որը նվիրված էր վեկտորական հանրահաշվին, չենք դիտարկել։ Սակայն այն կարելի է ստանալ կրկնակի անգամ օգտվելով 2-2-2 արտահայտությունից, որը բերված է հղումների բաժնում, եւ այս վեկտորական արտադրյալը պատկերված է մատրիցայի տեսքով։ Եթե կրկնակի անգամ օգտագործենք այս մատրիցան, սկզբում B անգամ C, իսկ այնուհետև A անգամ այս B անգամ C-ի արդյունքը, ապա դժվար չէ տեսնել, որ 4-2-4 արտահայտության ձախ մասը կվերածվի 4-2-6 արտահայտությանը։ Այստեղ հարկավոր է հաշվի առնել հետևյալը, որ նաբլա անգամ E սկալար արտադրյալը հավասար է 0-ի։ Բանն այն է, որ երբ մենք դիտարկում ենք էլեկտրամագնիսական process եւ էլեկտրական դաշտը հանդես է գալիս որպես մագնիսական դաշտի արգասիկ նրա ժամանակային փոփոխությունների հետևանքով կամ հակառակը մագնիսական դաշտն է հանդես գալիս որպես էլեկտրական դաշտի արգասիկ, ապա երկու դաշտերն էլ ունեն մրրկային բնույթ։
Եվ դա է պատճառը, որ նրանց յուրաքանչյուրի դիվերգենցիան, որը ոչ այլ ինչ է, եթե նաբլա անգամ սկալար արտադրյալ e կամ նաբլա h հավասար է 0-ի։ Դուք դա կարող եք նորից թարմացնել ձեր հիշողության մեջ, եթե վերադառնաք մեր նախորդ դասերից մեկին, որը մենք անվանել էինք վեկտորական անալիզ։ Բացի այդ, հաշվի առնենք, որ նաբլա անգամ նաբլա սկալար արտադրյալը սովորաբար նշանակում են դելտա տառով եւ անվանում են Լապլասի դելտա օպերատոր 427 արտահայտությունն է, որը դժվար չէ համոզվել հավասար է d2 dx քառակուսի plus d2 dy քառակուսի plus d2 dz քառակուսի, որը գրված է դեկարտյան, այսինքն ուղղանկյուն կոորդինատային համակարգի համար։ Ուստի 424 արտահայտությունը մենք կարող ենք արտագրել 428 տեսքով։ Դելտա քառակուսի e մինուս k քառակուսի e հավասար է 0-ի, կամ կարող ենք գրել նաբլա e մինուս k քառակուսի e հավասար է 0-ի։ Այս արտահայտությունը կոչվում է Հելմհոլցի հավասարում եւ կրում է ականավոր գերմանացի ֆիզիկոս Հերման ֆոն Հելմհոլցի անունը։ Ասեմ այստեղ, որ այս հավասարումը այսպիսի տեսքով կիրառելի է ոչ միայն էլեկտրամագնիսական ալիքների համար, նա առհասարակ կոչվում է ալիքային հավասարում եւ կիրառելի է ցանկացած տիպի ալիքների համար, ինչպիսիք են ակուստիկ ալիքները, ինչպիսիք են այն ալիքները, որոնք դիտարկվում են քվանտային մեխանիկայում, մասնավորապես Շրեյդինգերի հավասարումը նույնպես ալիքային հավասարում է։ Եվ վերադառնալով այս 428-ին նշենք, որ սա գրված է միայն էլեկտրամագնիսական ալիքների համար։ Այստեղ օգտագործված այս K գործակիցը դժվար չէ տեսնել դուրսբերումների ընթացքում, որ այն հավասար է օմեգա անգամ արմատ ε0 ε մինուս μ0 μ կամ եթե ε0 ε բացարձակն է եւ μ0 μ-ն դա մագնիսական թափանցելիության բացարձակ մեծությունն է, ապա կարող ենք տեսնել, որ այս K գործակիցը իրենից ներկայացնում է կոմպլեքս թիվ եւ բնականաբար այն կարող ենք ներկայացնել որպես իրական մաս պլյուս i կեղծ մաս։ Մենք այստեղ կպատկերենք այն բետա մինուս i ալֆա տեսքով 429 արտահայտությունն է սա։ Հետագայում մենք կհասկանանք, թե ինչի է օգտագործված մինուս նշանը այստեղ։ Այստեղ պարզապես ասեմ, որ K գործակիցը ընդունված է անվանել տարածման հաստատուն։ Այժմ տեսնենք, թե ինչպիսին կարող է ստացվել Հելմհոլցի հավասարման լուծումը հարթ էլեկտրամագնիսական ալիքի համար։ Ընդհանուր դեպքում այս ալիքային հավասարումը 428 հղումների բաժնում հավասարման լուծումը անհրաժեշտ է գտնել վեկտորային e դաշտի համար, որի յուրաքանչյուր բաղադրիչը իրենից ներկայացնում է ֆեյզեր, այսինքն ամպլիտուդը եւ ֆազան։ Այլ կերպ ասած, կոմպլեքս վեկտորի տեսքը կլինի հետևյալը. y-ն հավասար է x միավոր վեկտոր ex, որը բաղկացած է 3 կոորդինատներից y անգամ y եւ z անգամ ez։ Այս հավասարման մեջ 428 հավասարման մեջ նաբլա քառակուսին մենք այլ կերպ անվանեցինք դելտա օպերատոր կամ Լապլասի օպերատոր եւ այն հավասար է d2x dx քառակուսի plus d2y dy քառակուսի եւ վերջապես d2 dz քառակուսի, դա 410-ն է։ Կիրառելով Լապլասի օպերատորը այս արտահայտությունը կարող ենք արտագրել որպես նաբլա քառակուսի n, որը վերաբերում է բոլոր 3 բաղադրիչներին x, y եւ z բաղադրիչներին, ինչպես պատկերված է 4.2.11-ում։ Իսկ այժմ տեսնենք, թե Հելմհոլցի հավասարման լուծումը ինչ ձևով կարելի է պարզեցնել
Եվ ընդունենք հետևյալ պայմանները, որոնք չեն սահմանափակում այս լուծման արդյունքում ստացված եզրակացությունների ընդհանրությունը։ Առաջի պարզեցումը հետևյալն է. դիցուք էլեկտրական դաշտը ունի միայն մեկ բաղադրիչ, օրինակ դա կարող է լինել EX բաղադրիչը, մնացած երկուսը բացակայում են եւ էլեկտրամագնիսական ալիքը տարածվում է Z առանցքի երկայնքով։ Այս դեպքում մասնակի ածանցյալներով 4-2-10 արտահայտությունը, այսինքն այդ օպերատորը, կարող է ներկայացվել մեկ փոփոխականի համար լրիվ դիֆերենցիալների տեսքով, այսինքն նաբլա քառակուսին, որը նույնն է ինչ Լապլասի օպերատորը, հավասար է D2 dZ քառակուսի 4-2-10a արտահայտությունն է։ Հետևաբար մեր ընդհանուր ալիքային հավասարումը 4-2-8-ը կարող ենք արտագրել որպես D2E dZ քառակուսի լրիվ ածանցյալներով մինուս K քառակուսի եւ հավասար է 0-ի։ Սա 4-2-8a արտահայտությունն է։ Այժմ տեղադրման միջոցով կարող ենք ստուգել, որ վազող ալիքի արտահայտությունը, որը մենք քննարկել էինք 13-րդ դասում եւ որը բերված է հղումներում որպես UY10 հավասար է UM կոսինուս օմեգա t մինուս բետա y պլյուս φ0, դա 4-1 արտահայտությունն է։ Այստեղ մենք կներկայացնենք փոքր ինչ ձևափոխված, այսինքն y-ն որպես կոմպլեքս վեկտոր իր մեջ է պարունակում միայն x բազային վեկտորը EXM եւ ունի այսպիսի մի էքսպոնենտ, այսինքն e օմեգա t մինուս kz պլյուս φ0e։ Եվ այստեղ մենք φ0e-ն մտցնում ենք ամպլիտուդայի արժեքի մեջ, դարձնելով այն phasor, եւ phasor-ը ներկայացնում ենք որպես EXM էքսպոնենտ e φ0e։ Ի տարբերություն նախկինում ընդունված վազողալիքի արտահայտությանը, այստեղ տարածումը տեղի է ունենում Z առանցքի ուղղությամբ, այլ ոչ Y առանցքով, եւ ամպլիտուդը EXM-ն է։ Այս 4-2-12 արտահայտությունից եզրակացնում ենք, որ էլեկտրական դաշտը պարունակում է միայն ժամանակային կախվածություն օմեգա t եւ Z կախվածություն։ Այլ կերպ ասած, մենք չունենք X կամ Y կախվածություններ, ուստի X ու Y հարթության զուգահեռ բոլոր հարթությունները կարող են դիտարկվել որպես փուլային ճակատների մակերևույթներ։ Ուստի էլեկտրական եւ մագնիսական դաշտերի համար կարող ենք գրել, որ բոլոր ածանցյալները ըստ X-ի եւ Y-ի հավասարվում են 0-ի, ինչպես պատկերված է 4-2-13 արտահայտությամբ։ Շարունակելով Հելմհոլցի հավասարման լուծման քննարկումը հարցը էլեկտրամագնիսական ալիքի համար, նշենք, որ այն լուծումը, որը մենք ստացանք էլեկտրական դաշտի համար եւ որը ներկայացված է հղումներում որպես 4-2-12, կարելի է տեղադրել Մաքսվելի առաջին հավասարման մեջ, որը բերված է հղումներում որպես 4-2, եւ հաշվի առնել այն փաստը, որ ուղղանկյուն կոորդինատային համակարգերում ռոտորը կարող է ներկայացվել մատրիցի տեսքով, այսինքն 4-2 արտահայտությունը պատկերել որպես 4-2-14, ինչպես բերված է այստեղ։ Նաբլա վեկտորական արտադրյալ h-ը հավասար է այս մատրիցին եւ այն հավասար է e օմեգա ε0 ε-e։ Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ էլեկտրական դաշտը կախված չէ x եւ y կոորդինատներից, այսինքն դա մենք արտահայտել էինք որպես 4-2-13 հղումներում։ Այդ դեպքում 4-2-14-ի աջ կողմը չի պարունակի E դաշտի x եւ y բաղադրիչները, ուստի 4-2-14-ը կարող ենք ներկայացնել հետևյալ կերպ։ Մինուս DHY dz-ը հավասար է այս 4-2-15-ի աջ մասին, եւ եթե ինտեգրենք այս հավասարումը ըստ z-ի,
ապա մենք կստանանք այս 4,2,16 արտահայտությունը, որի մեջ ընդունված է HYM-ը հավասար օմեգա ε0 ε-ը բաժանած k-ի EXM եւ դա ցույց է տված 4,2,17 արտահայտությամբ։ Ինչպես երևում է 4,2,17-ից E եւ H վեկտորները փոխուղղահայաց են, այսինքն եթե EX ուղղված է X առանցքի ուղղությամբ, ապա H վեկտորը ուղղված է Y առանցքի ուղղությամբ եւ նրանք փոխկապված են աջ ձեռքի կանոնով։ Բացի այդ, նկատի ունենանք, որ այդ օրենքով կապված է նաեւ pointing-ի վեկտորը, որը հղումներում պատկերված է որպես 3,3,11։ Բոլոր 3 վեկտորները, ներառյալ pointing-ի P վեկտորը, բավարարում են այս 3,3,11 արտահայտությանը։ Դրանց տարածական կողմնորոշումը ցույց է տված նկար 4.7-ում։ Այժմ տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում տարածման հաստատությունը եւ ինչ ֆիզիկական իմաստ ունի այն։ Եվ որպեսզի հասկանանք տարածման հաստատման իրական եւ կեղծ բաղադրիչների ֆիզիկական իմաստը, տեղադրենք այս 4,2,9 արտահայտությունը E եւ H դաշտերի արտահայտությունների մեջ, որը մենք նախկինում արդեն գրել էինք 4,2,12 եւ 4,2,16 հղումների բաժնում։ Տեղադրումից հետո ստանում ենք օրինակ էլեկտրական դաշտի համար 4,2,12-ը վերեացվում 4,2,18-ի։ Այստեղ մենք տեսնում ենք, որ կան իրենից ներկայացնելով կոմպլեքս մեծություն փոխարինված է բետա մինուս ի ալֆա արժեքով եւ այնուհետեւ բացանելով փակագծերը եւ խմբավորելով էքսպոնենտը եւ իրական անդամը ստանում ենք EXM, այսինքն սկզբնական ամպլիտուդ անգամ E մինուս ալֆա Z եւ էքսպոնենտի ներսում մենք ունենք օմեգա T մինուս բետա Z plus phi 0 E, դա էլեկտրական դաշտի տատանման սկզբնական փուլն է։ Այստեղից մենք տեսնում ենք, որ բետայի ֆիզիկական իմաստը հետևյալն է, այն թույլ է տալիս հաշվարկել փուլի արժեքը անցած հեռավորությունից կախված։ Կարող ենք տեսնել, որ այն ունի գծային կախվածություն եւ փուլը նվազում է բետա արագությամբ Z-ի ուղղությամբ շարժվելիս։ Այդ իմաստով բետան անվանում են փուլի գործակից եւ դա մենք նախկինում արդեն նշել էինք։ Ինչ վերաբերում է ալֆային, ապա ալֆան ազդում է միայն ամպլիտուդի վրա, հանգեցնելով նրա էքսպոնենցիալ նվազումը եւ ընդունված է անվանել մարման գործակից։ Նման արտահայտություն կարելի է ստանալ նաեւ 4,16-ից, եթե տեղադրենք նրա մեջ K կոմպլեքս մեծության արժեքը եւ այն արտագրենք 4,2,19 տեսքով։ Այս երկու արտահայտությունների մեջ ալֆայի եւ բետայի հաշվարկման համար անհրաժեշտ է տեղադրել էպսիլոնի կոմպլեքս մեծությունը 4,3 հղումների բաժնից 4,2,9 արտահայտության մեջ։ Հարկ է հիշեցնել, որ մենք դիտարկում ենք ալիքի տարածման ոչ մագնիսական միջավայրեր։ Ընդհանուր դեպքում μ-ի արժեքը 4,2,9 արտահայտության մեջ պետք է համարել կոմպլեքս եւ ոչ հավասար 1-ի։ Այժմ այս արտահայտությունը, որը իր մեջ է պարունակում եւ էպսիլոնը եւ մյուն, մենք այստեղ տեղադրենք էպսիլոն կոմպլեքսի արժեքը 4,3-ից եւ որոշ պարզեցումներից հետո ստանում ենք այն հավասար օմեգա բաժանած արմատ էպսիլոն կոմպլեքս, որտեղ C-ն իրենից ներկայացնում է լույսի արագությունը վակուումում, կամ այլ կերպ կարելի արտագրել որպես 2π բաժանած լամդա 0 արմատ էպսիլոն կոմպլեքս։ Եվ համատելով 4,2,9-ի հետ տեսնում ենք, որ սա ենթադրաբար կոմպլեքս մեծություն է իր բետա իրական մասով եւ ալֆա կեղծ մասով։ Արմատ էպսիլոնը այստեղ
մենք կարող ենք ներկայացնել որպես արմատ էպսիլոնի հանրահաշվական տեսքով կամ արմատ էպսիլոնի ցուցային տեսքով, այսինքն արմատ էպսիլոնի մոդուլ անգամ էքսպոնենտ մինուս e դելտա էպսիլոն։ Եվ եթե անջատենք իրարից, ապա ստանում ենք արմատ մոդուլ էպսիլոն եւ էքսպոնենտ մինուս e դելտա էպսիլոնը բաժանած 2։ Այստեղ դելտա էպսիլոնը նշենք, որ սա տվյալ միջավայրի կորուստների անկյունն է։ Եվ վերջապես այս էքսպոնենցիալ բաղադրիչը, եթե ներկայացնենք հանրահաշվական տեսքով, հետևելով Էյլերի բանաձևին, ապա կստանանք փակագծերում կոսինուս դելտա էպսիլոն 2 մինուս e սինուս դելտա էպսիլոն բաժանած 2c։ Վերջնականորեն այս բոլոր տեղադրումները կատարելով եւ անջատելով կեղծ եւ իրական մասերը իրարից, մենք ստանում ենք բետայի համար մի այսպիսի արտահայտություն, որը ներկայացված է որպես 2 պին բաժանած լամդա 0 արմատ էպսիլոն մոդուլ կոսինուս դելտա էպսիլոն կես, սա ֆազայի գործակցի կամ փուլի գործակցի համար է, եւ մարման գործակցի համար մենք ստանում ենք 2π բաժանած լամդա 0 արմատ էպսիլոն մոդուլ անգամ սինուս դելտա էպսիլոն կես։ Կրկնեմ, որ այստեղ էպսիլոն մոդուլը որոշվում է որպես արմատ էպսիլոն քառակուսի պլյուս սիգմա բաժանած օմեգա էպսիլոն 0 այս ամբողջը քառակուսի եւ դելտա էպսիլոնը դա, ինչպես ասացինք, կորուստների անկյունն է։ Այժմ ես այստեղ կուզեի կանգ առնել տարածման հաստատման բաղադրիչների, այսինքն ալֆա եւ բետայի չափողականությունների որոշ առանձնահատկությունների վրա։ Եթե վերադառնանք էլեկտրական եւ մագնիսական դաշտերի վազող ալիքների արտահայտություններին, որը այստեղ հղումների բաժնում բերված է որպես 4.218 եւ 4.219, եւ վերածենք այն իրական արտահայտությունների, ապա կարող ենք գրել 4.218a եւ 4.219a արտահայտությունների տեսքով։ Այստեղ կամ մեկից կամ մյուսից կարելի է տեսնել, որ ալֆայի եւ բետայի չափողականությունները նույնն են, այսինքն մեկը բաժանած մետրի։ Պատճառն այն է, որ եւ էքսպոնենտի ցուցիչը եւ կոսինուսի արգումենտը չափազուրկ մեծություններ են, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն տարբեր ֆիզիկական իմաստներ եւ դրանց տարբերելու համար մտցված են տարբեր տերմիններ։ Այժմ եկեք կանգ առնենք ալֆայի չափողականության վրա։ 4.2a արտահայտությունից առանձնացնենք ամպլիտուդը եւ նրա արտահայտությունը պատկերենք որպես 4.222, այսինքն EXMZ-ը հավասար է EXM0 կետում անգամ e-ի մինուս ալֆա z, այսինքն z հեռավորություն անցնելով ամպլիտուդը դառնում է հավասար EXMZ։ Այստեղից դժվար չէ որոշել ալֆայի արժեքը, այսինքն եթե վերցնենք EXMZ-ի եւ EXM0-ի հարաբերությունը եւ լոգարիթմենք այն, այնուհետև բաժանենք z-ի, ապա կստանանք ալֆան հավասար 1 բաժանած z-ի լոգարիթմ EXM0-ն բաժանած EXMZ արժեքի վրա։ Այս մեծությունը ունի պայմանականորեն նեպերը բաժանած մետրի չափողականություն։ Հիմա տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում նեպերը։ Պարզ է մի բան, որ այս էլեկտրական դաշտի արժեքների հարաբերությունը չափազուրկ մեծություն է, եւ եթե մենք վերցնենք այդ հարաբերության լոգարիթմը եւ օգտվենք լոգարիթմերի այն հատկությունից, որ հարաբերության լոգարիթմը հավասար է լոգարիթմների տարբերությանը, ապա յուրաքանչյուր մեծության լոգարիթմը ընդունված է անվանել տվյալ մեծության մակարդակ, եւ այդ մակարդակների տարբերությունը չափվում է նեպերներով n դեպքում, եթե լոգարիթմների հիմքը հանդես է գալիս e մեծությունը, այսինքն Էյլերի թիվը, որը հավասար է 2.71 անվերջ այդ կոտորակին։
Այսինքն նեպերը չափազուրկ մեծություն է, որը պատկերված է բնական լոգարիթմի սանդղակով։ Պրակտիկ կիրառումներում ավելի հաճախ օգտագործվում է դեցիբելի հասկացությունը, որը սահմանվում է որպես 20 լոգարիթմ այս հարաբերությունը, եւ որը ներկայացված է տասական հիմք ունեցող լոգարիթմական սանդղակով։ Այս միավորը կրում է ականավոր ամերիկացի ինժեներ Ալեքսանդր Գրեհեմ Բելի անունը։ Փորձենք այստեղ որոշել դեցիբելի եւ նեպերի միջև եղած առնչությունը, հաշվի առնելով լոգարիթմի հատկությունները։ Մասնավորապես, եթե ալֆայի արժեքը դեցիբել մետրերով հավասար է 20 անգամ 1 բաժանած z լոգարիթմ այս հարաբերությունը, ապա այս հարաբերությունը համարիչն ու հայտարարը բազմապատկենք եւ բաժանենք որևէ հղման մակարդակով, reference։ Դա կարող է լինել, ասենք, վոլտը բաժանած մետրի, կարող է լինել միլիվոլտը կամ միկրովոլտը բաժանած մետրի, եւ մենք ստանանք երկու կլոր փակագծեր, որոնցից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է ոչ թե հարաբերական մակարդակը, այլ բացարձակ մակարդակը, այսինքն այն հավասար է 20 անգամ 1 բաժանած z-ի լոգարիթմ xm-ը բաժանած հղումայինը reference մինուս լոգարիթմ այդ նույն ազդանշանը xm z-ի համար։ Եթե այժմ տասնորդական հիմքով լոգարիթմները մենք փոխարինենք բնական հիմքով լոգարիթմներով, ապա դժվար չէ հաշվարկել, որ այս 20 գործակիցը կվերածվի 8.68 եւ վերջնականորեն մենք կստանանք 8.68 1 բաժանած z լոգարիթմ 0 կետում բաժանած z կետում, կամ այլ կերպ ասած 8.68 ալֆա նեպեր բաժանած մետր։ Ուստի, որպեսզի նեպեր մետր չափականությունից անցնենք դեցիբել մետր չափականության, այդ նեպեր մետր չափականությունը հարկավոր է բազմապատկել 8.68-ով։ Իսկ ինչ վերաբերում է տարածման հաստատման մյուս բաղադրիչին, այսինքն բետային, ապա նրա չափողականությունը ստացվում է ելնելով այն փաստից, որ բետան մտնում է կոսինուսի անկյան արտահայտության մեջ, եւ քանի որ բետա z-ը ունի ռադիան չափողականություն, ապա բնականաբար բետան ստացվում է ռադիանը բաժանած մետրի չափողականություն։ Այստեղ պարզապես նշենք, որ ռադիանը ինքնին չափազուրկ մեծություն է, քանի որ եթե դիմենք նկար 4.8-ին, ապա այստեղ տեսնում ենք, որ այս անկյունը բետա z-ը ոչ այլ ինչ է, եթե ոչ AB աղեղի եւ R շարավիղի հարաբերությունն է, եւ լինելով հարաբերություն, նա բնականաբար չափազուրկ է, եւ այդ աղեղի միավոր արժեքը, այսինքն 1 ռադիանը, հայտնի է, որ հավասար է 57.3 աշճան։ Այժմ անցնենք որոշ մասնավոր դեպքերի քննարկմանը։ Առաջինը այն է, երբ գործ ունենք անկորուստ միջավայրի հետ։ Պարզ է մի բան, որ բնության մեջ այդպիսի դեպքեր չկան։ Սակայն կան միջավայրեր, որոնք չափազանց մոտ են անկորուստ լինելուն։ Երբ մենք ասում ենք անկորուստ միջավայր, մենք նկատի ունենք սիգման հավասար 0-ի, քանի որ կորուստները որպես օրենք ունեն ջերմային բնույթ, այսինքն գործ ունենք ջերմային կորուստների հետ։ Ուստի պարզ է դառնում, որ կորուստների անկյունը դելտա էպսիլոնը հավասար է 0-ի, իսկ այդ դեպքում դիելեկտրիկ թափանցելիության հարաբերական կոմպլեքս մեծությունը դառնում է իրական եւ հավասար նրա էպսիլոն արժեքին։ Եվ արդյունքում, եթե վերադառնանք 4.2.20 եւ 4.2.21 արտահայտություններին, որոնք ներկայացնում են տարածման գործակցի բաղադրիչները, ապա ստանում ենք հետևյալը. կան տարածման հաստատունը դառնում է հավասար բետայի, քանի որ ալֆան դառնում է 0, կորուստներ չկան, ամպլիտուդը մնում է հաստատուն եւ բետան դառնում է հավասար 2 բաժանած լամդա 0 անգամ արմատ էպսիլոն կամ 2 բաժանած լամդա, որտեղ լամդան դա ալիքի երկարությունն է տվյալ միջավայրում,
իսկ լամդա 0-ն դա ալիքի երկարությունն է վակուում, մենք դա մի քանի անգամ արդեն շեշտել ենք։ Հաջորդը դա էլեկտրամագնիսական ալիքը փոքր կորուստներով դիէլեկտրիկ միջավայրերում են։ Այստեղ սա դիտարկելիս ընդունված է համարել, որ կորուստների անկյան տանգենս դելտա էպսիլոնը շատ ավելի փոքր է 1-ից, ուստի 4,220 եւ 4,221 արտահայտությունները կարող են ներկայացվել հետևյալ տեսքով, եթե հաշվի առնենք, որ կոսինուս դելտան համարյա հավասար է 1-ի, իսկ սինուս դելտա էպսիլոնը բաժանած 2-ի մոտավորապես նույնն է, ինչ 1/2 կորուստների անկյան տանգենսը։ Ուստի կայի բաղադրիչների համար, այսինքն բետայի եւ ալֆայի համար ստանում ենք 4,220b եւ 4,221b արտահայտությունները, եւ այս արտահայտությունները մենք հետագայում կօգտագործենք, երբ գործ ունենանք փոքր կորուստների հետ։ Եվ վերջապես երրորդ մասնավոր դեպքը դա այն է, երբ էլեկտրոմագնիսական ալիքը տարածվում է մեծ կորուստներով միջավայրում։ Այստեղ մեծ կորուստներ ասելով մենք նկատի ունենք, երբ կորուստների անկյան տանգենսը շատ ավելի մեծ է 0-ից, այսինքն ձգտում է անսահմանության։ Կամ դա համազոր է այն բանին, որ կորուստների անկյունը դելտա էպսիլոնը մոտ է պիկեսի։ Ուստի այդ դեպքում կարող ենք տեսնել, որ անկյան կեսը դառնում է հավասար պիկ հարորդ եւ սինուսն ու կոսինուսը հավասարվելով իրար հավասարվում են 1-ը բաժանած արմատ 2-ի, ինչպես դա հայտնի է եռանկյունաչափության դասընթացից։ Եվ վերջապես կոմպլեքս էպսիլոնի կեղծ մասը շատ ավելի մեծ է նրա իրական մասից, ուստի էպսիլոնը դառնում է կեղծ մեծություն։ Եթե այս բոլոր հանգամանքները հաշվի առնենք 4,219 եւ 4,220 արտահայտությունների մեջ բետայի եւ ալֆայի բանաձևերում, ապա դժվար չէ ստանալ, որ դրանք հավասարվում են իրար եւ հավասար են սիգմա օմեգա մյու 0-ն բաժանած 2-ի, դա 4,223 արտահայտությունն է։ Չնայած այն բանին, որ այս դեպքում ալֆան եւ բետան հավասար են, սակայն ունեն տարբեր ֆիզիկական իմաստ։ Ընդունված է տարբերել այս երկու ֆիզիկական մեծությունները դրանց չափման միավորների միջոցով, ինչպես մենք քիչ առաջ դա ասեցինք, այն է ալֆան ունի նեպեր մետր չափողականություն, իսկ բետան ունի ռադիան մետր չափողականություն։ Այսպիսի միջավայրում բարձր մարման արժեքի պատճառով ալիքը չի կարող բավականաչափ խորը թափանցել միջավայրից դեպի ներս։ Հետևաբար ընդունում են այսպես կոչված էլեկտրամագնիսական ալիքի թափանցման խորության հասկացությունը։ Եվ այդ հասկացությունը սահմանվում է հետևյալ կերպ. դա այն ուղին է, որը անցնելիս էլեկտրամագնիսական ալիքի ամպլիտուդը նվազում է Ե անգամ։ Են նկատի ունենք դա Էյլերի թիվն է, որը հավասար է 2,71 անվերջ տասնորդական կոտորակ է, որը հիմք է հանդիսանում բնական լոգարիթմների համար, եւ ինչպես ցույց է տված նկար 4.9-ում, նա որոշվում է, երբ ալիքի ամպլիտուդի արժեքը դառնում է համարյա 3 անգամ ավելի փոքր, քան նրա սկզբնական արժեքը անմիջապես սահմանի վրա։ Եվ այս 4,224 արտահայտությունից դժվար չէ ստանալ, որ դելտան ստացվում է հավասար 1-ը բաժանած ալֆայի, եւ այն ընդունում է արմատ 2-ը բաժանած սիգմա օմեգա մյու 0 արժեք։ Դա 4,225 արտահայտությունն է։ Այստեղ դիտարկենք երկու օրինակ։ Առաջինը որոշենք, թե 10 կիլոհերց հաճախականությամբ էլեկտրամագնիսական ալիքը ինչ խորությամբ է թափանցում ծովի ջրի մեջ։ Պարամետրերը հետևյալն են. մյու 0-ն այս 4,225 արտահայտության մեջ հավասար է 4π10-7 աշճան հենրի բաժանած մետր, եւ սիգման, այսինքն հաղորդականությունը մեր նախորդ
դասերից մեկում այդ աղյուսակից մենք կարող ենք ստանալ սիգմայի արժեքը 5 անգամ 10-ի 4 աստիճան Սիեմենս բաժանած մետրի։ Եվ լուծումը ստացվում է հետևյալը. եթե տեղադրենք բոլոր հայտնի արժեքները այս 4,225 արտահայտության մեջ, ապա ստանում ենք 0,023 մետր, այսինքն էլեկտրամագնիսական ալիքը թափանցում է ջրի մեջ, ծովի ջրի մեջ ընդամենը մոտավորապես 2-3 սանտիմետր խորությամբ։ Այժմ դիտարկենք մեկ ուրիշ օրինակ, որոշենք թե 10 կիլոհերց նույն էլեկտրամագնիսական ալիքը ինչ խորությամբ է թափանցում պղնձի մեջ, որի հաղորդականությունն է 5,8 10-ի 7 Սիեմենսը բաժանած մետրի, եւ հաշվարկը ցույց է տալիս, որ դա նույնիսկ 1 մմ-ից ավելի քիչ է։ Այստեղից մենք կարող ենք եզրակացնել, որ հաղորդիչ միջավայրերում հաղորդականության հոսանքները, որոնք պատճառ են հանդիսանում կորուստների, հոսում են միջավայրի սահմանի անմիջական մոտակայքում, այսինքն թափանցման խորությունը այնքան փոքր է, որ դեպքերի մեծամասնության համար մենք կարող ենք ուղղակի անտեսել դա։ Եվ եթե հիշում եք էլեկտրադինամիկայի սահմանային պայմանները ձևակերպելիս, մենք դիտարկեցինք այդ դեպքը, երբ սիգման ձգտում էր անսահմանության, հոսանքների թափանցման խորությունը ստացվում էր անսահման փոքր, եւ մենք այդտեղ մտցրեցինք մակերևույթային հոսանք հասկացությունը, որը չունի հաստություն։ Այժմ դիտարկենք միջավայրի մի կարևոր պարամետր եւս, որը անվանում են միջավայրի ալիքային դիմադրություն։ Նախկինում մենք ստացել էինք 4,217 արտահայտությունը, որը բերված է այստեղ հղումներում, եւ որից կարելի է տեսնել, որ էլեկտրական եւ մագնիսական դաշտերի լարվածությունների հարաբերությունը մնում է հաստատուն, եթե այդ միջավայրը համասեռ է, այսինքն եթե նրա պարամետրերը էպսիլոնը, սիգման եւ մյուն հաստատուն արժեքներ են եւ կախված չեն կոորդինատներից։ Այդ դեպքում դժվար չէ տեսնել այս բերված արտահայտությունից, որ EH հարաբերությունը իրենից ներկայացնում է կան բաժանած օմեգա էպսիլոն 0 էպսիլոն, որը ըստ էության, ինչպես տեսնում ենք, կոմպլեքս մեծություն է, եւ դժվար չէ տեսնել, որ նրա չափողականությունն է օմ, քանի որ համարիչում մենք ունենք վոլտը բաժանած մետրի, իսկ հայտարարում ամպերը բաժանած մետրի, արդյունքում ստանում ենք վոլտը բաժանած ամպերի, որը օմ է։ Այստեղ եթե տեղադրենք կայի արժեքը իր կոմպլեքս տեսքով, որը բերված է որպես 4,2,9, ապա ստանում ենք, որ W-ն, այսինքն միջավայրի ալիքային դիմադրությունը, հավասարվում է W0 բաժանած արմատ կոմպլեքս էպսիլոնի, եւ պարզ է, որ այս արմատ կոմպլեքս էպսիլոնը, եթե ներկայացնենք իր մոդուլով եւ ֆազայով, կստացվի 4,222-ի աճ մասը։ Այս մեծությունը ընդունված է անվանել ալիքային դիմադրություն կամ երբեմն ասում են բնութագրական դիմադրություն։ Այստեղ ես կուզեի շեշտել, որ չնայած այն կոչվում է դիմադրություն, բայց պետք չի այն շփոթել մեր տրադիցիոն դիմադրության հասկացության հետ, որը ընդունված է, ասենք, էլեկտրական շղթաների տեսության մեջ կամ էլեկտրոնիկայի տարբեր բաժիններում։ Դա մի ֆորմալ մեծություն է, որը հնարավոր չէ չափել օմմետրով։ Այսինքն, լինելով միջավայրի հատկություն, այն ունի յուրահատուկ իմաստ։ Եթե այստեղ ենթադրենք այս 4,222-ում ենթադրենք մյուն հավասար 1-ի, այսինքն դիտարկում ենք ոչ մագնիսական միջավայր, ապա W0-ն ստացվում է հավասար, ինչպես տեսնում ենք 4,223-ից 120 պի կամ 377 օմ։ Սա իրենից ներկայացնում է վակուումի ալիքային դիմադրությունը կամ վակուումի կամ ազատ տարածության ալիքային դիմադրությունը։
Եվ բացի այդ կարող ենք նշել, որ 4222 արտահայտության մեջ ալիքային դիմադրության փուլը կամ նրա անկյունը, ավելի ճիշտ ասած, նրա անկյունը հավասար է կորուստների անկյան կեսին, որը արտահայտված է 4224 արտահայտությամբ։ Իսկ այժմ անցնենք էլեկտրամագնիսական ալիքների կառուցվածքի դիտարկմանը։ Միավորելով 4, 2, 17, 21, 22 և 4, 3 արտահայտությունները ստանում ենք, որ H-ը իր կոմպլեքս տեսքով հավասար է էլեկտրական դաշտի E կոմպլեքս ամպլիտուդը բաժանած ալիքային դիմադրության վրա, դա 4, 2, 25-ն է։ Ինչպես տեսնում ենք միջավայրում կորուստների առկայության դեպքում E և H վեկտորները շեղված են ըստ փուլի phi-w արժեքով, այնպես ինչպես պատկերված է նկար 4.10-ում, այսինքն դրանց սկզբնական փուլերը կապված են հետևյալ առնչությամբ. phi0h փուլը հավասար է phi0e փուլ մինուս phi-w-ն կամ մինուս դելտա էպսիլոն կես, ինչպես ներկայացված է 4.2.26-ում։ Այժմ դուք այստեղ տեսնում եք միաղյուսակ, որը ես անվանել եմ հարթ էլեկտրամագնիսական ալիքների տարածման պարամետրերի հաշվիչ։ Այն ես կատարել եմ Microsoft Excel ծրագրի հիման վրա և փորձում եմ ցույց տալ, թե ինչքանով է հարմար այդ ծրագիրը պարզագույն մաթեմատիկական խնդիրների լուծման համար, ինչպես նաև նրանց գրաֆիկական մասը արտացոլելու համար։ Այստեղ մենք տեսնում ենք մեր բանաձևերը, որոնք մենք քիչ առաջ դուրս բերեցինք բոլորը, ինչպես նաև տեսնում ենք այս ձախ վերևի մասում մուտքի տվյալների բաժինը, այս դեղին վանդակներն են։ Բերված են նաև այն հաստատունները, որոնք օգտագործվում են հաշվարկի ընթացքում, և վերջապես ամենաներքևի տողը ցույց է տալիս ստացված արժեքները։ Փորձենք դիտարկել մի կոնկրետ օրինակ։ Տեսնենք, թե ինչպես է հարթ էլեկտրամագնիսական ալիքը տարածվում խոնավ հողի մեջ։ Այստեղ խոնավ հողի միջին պարամետրերը մենք փորձենք ներմուծել այս աղյուսակի մեջ։ Հայտնի է, որ խոնավ հողի համար, և դու դա կարող եք տեսնել նախորդ դասերից մեկում մեր բերած տվյալներից, խոնավ հողի համար էպսիլոնը հավասար է 20-ի, սիգման հավասար է 0.005 1000-ական Siemens բաժանած մետրի, և վերջապես հաշվարկը կատարենք որպես օրինակ 20 MHz-ի համար, այսինքն 2 անգամ 10⁷ Հz։ Այս մուտքի տվյալները ներմուծելով մենք ներքևի մասում, այս աղյուսակի ամենաներքևի մասում կարող ենք տեսնել ելքային տվյալները, և այս ելքային տվյալները մենք կօգտագործենք անմիջապես սրանից հետո մեր հաջորդ քայլը իրագործելիս։ Իսկ այժմ փորձենք ավելի պատկերավոր դարձնել այն օրինակը, որը մենք դիտարկում ենք, օգտագործելով ULAB-ի դասագրքից մոդուլներից մեկը։ Դրա մասին ես ակնարկել եմ մի քանի անգամ, և դուք կարող եք դա գտնել ձեր էկրանների ներքևի մասում և ներբեռնել այդտեղից հետագա օգտագործման համար։ Այստեղ մենք պիտի տեղադրենք այն մուտքի տվյալները, նախնական տվյալները, որոնք անհրաժեշտ են այս սիմուլյացիան կատարելու համար։ Մասնավորապես հաճախականությունը F-ը ընդունում ենք հավասար 20 MHz,
20 մեգահերց միջավայրի հաղորդականությունը ընդունում ենք սիգման հավասար 0.005 Siemens-ը բաժանած մետրի եւ միջավայրի դիելեկտրիկ թափանցելիության արժեքը վերցնում ենք հավասար 20-ի։ Բացի այդ, որպեսզի ավելի պատկերավոր դարձնենք մեր այս նկարը, A եւ B հարթությունների միջև այս հեռավորությունը վերցնենք ոչ թե 1 լամբդա, ինչպես էստեղ է բերված, այլ վերցնենք 5 լամբդա, որպեսզի տեսնենք ալիքի նվազում այս ընթացքում։ Եվ մենք տեսնում ենք ալիքը ինչ տեսք ունի, կրկնեմ էստեղ էլեկտրական դաշտի լարվածությունը ուղղված է X առանցքի ուղղությամբ, մագնիսականը ըստ այնմ ստացվում է Y առանցքի ուղղությամբ, դա այն դեպքում, եթե տարածումը տեղի է ունենում Z առանցքի ուղղությամբ։ Այստեղ մենք ունենք դեղին գծով պատկերված է ամպլիտուդների շոշափողը, որը գնալով նվազում է, եւ դա ըստ էության phasor-ի մոդուլն է, այսինքն ամպլիտուդը, բացի այդ այստեղ կանաչ նշան, կանաչ գծով ցույց է տված, թե ինչպես է թափանցում ալիքը այդ միջավայրից ներս, եթե համարենք, որ այն միջավայրը, որը մենք դիտարկում ենք, այսինքն դա խոնավ հող է, նրա մակերեսը կոորդինատային համակարգի սկզբնակետում է գտնվում, ալիքը թափանցում է դեպի ներս, անցնելով այս հեռավորությունը, եւ այդ թափանցման հեռավորությունը ընդունված է համարել, այստեղ ստացվում է հավասար 1.43 լամբդա, այսինքն նույնիսկ 1.5 լամբդայի չափով է, որ կարողանում է ալիքը թափանցել այդ խոնավ հողի մեջ։ Այս երկու գծերը, դեղին եւ կանաչ, մեզ հետագայում պետք չեն, մենք կարող ենք նրանց վերացնել եւ ցույց տալ առանձին, ասենք, էլեկտրական դաշտը եւ առանձին ցույց տալ մագնիսական դաշտը։ Այժմ եթե մենք դիտարկենք ստացված արդյունքները, որը ըստ ULAB-ի բերված են այս output բաժնում, ապա դժվար չէ տեսնել, որ նրանք հիմնականում համընկնում են մեր տվյալների հետ, որոնք մենք ստացել ենք մեր այս հաշվիչի օգնությամբ, Excel spreadsheet-ի օգնությամբ։ Պատճառն այն է, որ ալիքի երկարությունը ULAB-ի դեպքում, ULAB-ի սահմանումով տվյալ միջավայրի ներսում ընդունված է հավասար ալիքի երկարությունը վակուումում լամբդա 0-ն բաժանած դիելեկտրիկ թափանցելիության իրական արժեքի արմատի վրա, այսինքն բաժանած արմատ էպսիլոնի վրա։ Դա մի քիչ մեղմ ասած կասկածելի է, համենայն դեպս մեր արդյունքները, մեր անալիզը ցույց տվեց, որ անհրաժեշտ է այդ լամբդա 0 արժեքը բաժանել ոչ թե էպսիլոնի իրական մասով, այլ էպսիլոնի մոդուլով արմատի տակ։ Դա է պատճառը, որ մեզ մոտ այն ստացվել է հավասար 3.313 մետր։ Այդպիսին է տարբերությունը։ Մնացած մեծությունները համարյա նույնն են ստացվում, օրինակ, միջավայրի ալիքային դիմադրությունը այստեղ ստացվել է 83.26 ըստ մոդուլի, նույնը մեզ մոտ է, իսկ նրա անկյունը ստացվել է 0.11 ռադիան, այնպես ինչպես մենք էինք ստացել։ Բացի այդ, ալֆայի արժեքը, այսինքն մարման գործակիցը ստացվել է 0.209, նույնը ինչ ULAB-ի արդյունքն է,
Նույնը նաև ստացվել է բետայի արժեքը, որը բերված է այստեղ որպես 1,88 ռադիանը բաժանած մետրի։ Այժմ եթե մենք միացնենք start կոճակը, մենք կտեսնենք, թե ալիքը ինչպես է տարածվում այս միջավայրի ներսում։ Մենք կարող ենք անջատել, ասենք, H դաշտը տեսնել միայն էլեկտրականի պատկերը կամ անջատել E դաշտը եւ տեսնել միայն մագնիսական դաշտի պատկերը։ Եթե երկուսն էլ միացրած են, ապա մենք փորձենք այստեղ տեսնել արդյոք էլեկտրական եւ մագնիսական դաշտերը սինֆազ են, այսինքն նույն փուլը համափուլ են, թե ոչ։ Այդ նպատակով կանգնացնենք անիմացիան եւ մի քիչ կարճացնենք այս պատկերը, այսինքն A եւ B այս մակերեսների միջև հեռավորությունը 5 լամդայի փոխարեն դարձնենք, օրինակ դարձնենք 0,3։ Գրենք այստեղ 0,3 Եվ անիմացիան միացնելուց մենք տեսնում ենք, որ այստեղ իրոք գոյություն ունի որոշ փուլային շեղում այս երկու դաշտերի միջև։ Օրինակ, էլեկտրական դաշտը հատում է այստեղ այս կետում, իսկ մագնիսական դաշտը այն հատում է փոքր-ինչ հետընկած, այսինքն տեղի ունի ֆազային շեղում էլեկտրական եւ մագնիսական դաշտերի միջև, այնպիսին, ինչպիսին մենք ստացել էինք անալիտիկորեն։ Եվ այդ ֆազային շեղումը կարելի է գտնել այստեղ, եթե ունենանք դելտա Z այս երկու ալիքների միջև եւ վերահաշվարկենք, դարձնենք ֆազը։ Այժմ մեր այս դասի վերջում դիտարկենք էլեկտրամագնիսական ալիքի մի կարևոր պարամետր եւս, այն կոչվում է էլեկտրամագնիսական ալիքի հզորության հոսքի խտությունը։ Այն մենք նախկինում սահմանել էինք որպես հղումներում բերված 3,311 արտահայտություն, արտահայտելով EH վեկտորական արտադրյալը պոինտինգի վեկտորի օգնությամբ։ Նախ ասեմ, որ ընդհանուր դեպքում ցանկացած վեկտոր կարող է ունենալ կոմպլեքս բնույթ, այսինքն դա նշանակում է, որ նրա 3 բաղադրիչներից յուրաքանչյուրը կարող է լինել կոմպլեքս թիվ, ունենալով ամպլիտուդ եւ սկզբնական փուլ, եթե հաշվի առնենք, որ դա հարմոնիկ տատանում է։ Քանի որ մենք գիտենք նախապես, որ P, E եւ H վեկտորները փոխուղղահայաց են եւ որոշվում է նրանց դիրքը աջ ձեռքի օրենքով, ինչպես մենք նախկինում նշել էինք արդեն, ապա մենք կարող ենք անտեսել նրանց տարածական դիրքը եւ յուրաքանչյուր այդ վեկտորը ներկայացնել այստեղ իր կոմպլեքս տեսքով, այսինքն ընդունենք 4,227 արտահայտությունը, որին համաձայն P-ն հավասար է E կոմպլեքս H աստղանիշ անգամ սինուս E եւ H վեկտորների միջև ընկած անկյունը։ Այստեղ նշենք, որ այդ E եւ H վեկտորների միջև ընկած անկյունը ճնշող մեծամասնության դեպքերում հավասար է 90 աշճանի։ Շատ հազվադեպ դեպքերում է, որ այն տարբերվում է 90 աշճանից, դա վերաբերում է անիզոտրոպ միջավայրերում տարածվելուն, որը մենք չենք քննարկելու։ Ուստի սինուսը միշտ ընդունում ենք հավասար 1-ի, ինչ վերաբերում է H մեծության աստղանիշով, այն կոչվում է կոմպլեքս զուգորդ կամ կոմպլեքս համալուծ։ Անգլերենում դա անվանում են complex conjugate։ Եվ կոմպլեքս համալուծը ի տարբերություն դիտարկվող կոմպլեքս թվի կեղծ միավորի նշանը փոխված է հակառակի, այսինքն մինուսը փոխված է պլյուսով կամ պլյուսը փոխված է մինուսով։ Այլ կերպ ասած, եթե այդ կոմպլեքս մեծությունը իր նախնական տեսքով ներկայացվում է որպես A + IB, ապա կոմպլեքս զուգորդը գրում են A- IB։ Հետևաբար ժամանակային տիրույթում այս
4,2,27 արտահայտությունը կարող ենք ներկայացնել որպես 4,2,28, այսինքն P վեկտորը, որը ժամանակից կախված է եւ այդ P տառի տակ տիլդա նշանով ցույց է տված, որ այն ունի ժամանակային կախվածություն, հավասար է EXM E մինուս ալֆա Z կոսինուս օմեգա T անգամ HYM E մինուս ալֆա Z կոսինուս օմեգա T պլյուս phi W։ Հարկ է նշել, որ նախկինում մենք գիտեինք, որ մագնիսական դաշտը հետ է ընկած էլեկտրական դաշտից, եթե ունենք կորուստներով միջավայր, եւ եթե H-ի կոմպլեքս արժեքը ներկայացվում է մինուս phi W նշանով, ապա այստեղ կոմպլեքս համալուծը հանգեցնում է պլյուս phi W նշանի։ Այժմ սահմանենք էլեկտրամագնիսական ալիքի հզորության հոսքի խտությունը որպես այս փոփոխվող պոինտինգի վեկտորի միջինացված արժեքը տատանման մեկ պարբերության ընթացքում, այսինքն եթե տատանման պարբերությունը, որը գալիս է օմեգա մեծությունից հավասար է T մեծատառ, ապա այդ միջին արժեքը, որը մենք կնշանակենք էլի P տառով, բայց ներքևից գծիկ ենք դնում, ինչպես հայտնի է մաթեմատիկական անալիզի տեսությունից, այն ընդունվում է որպես 1 բաժանած T ինտեգրալ 0T P փոփոխական T dt։ Տեղադրելով նրա արժեքը 4,2,28-ից ստանում ենք այսպիսի մի արտահայտություն, որը փոխակերպելու համար կօգտագործենք կոսինուս ալֆա անգամ կոսինուս բետա արտադրյալի արտահայտությունը, որը հայտնի է եռանկյունաչափությունից եւ բերված է հղումների բաժնի ներքևի մասում։ Այն հավասար է 1/2 կոսինուս ալֆա պլյուս b պլյուս կոսինուս ալֆա մինուս b։ Եվ եթե այդ գործողությունները մենք կատարենք, ապա կհանգենք վերջնականորեն 4,2,29 արտահայտության։ Այս արտահայտության աջ մասի երկրորդ ինտեգրալը, որը իր մեջ պարունակում է 2 օմեգա, հավասար է 0-ի։ Դա դժվար չէ ցույց տալ, ուստի այն կստանա իր հետևյալ վերջնական տեսքը։ Պոինտինգի վեկտորի միջինացված արժեքը մեկ պարբերության ընթացքում հավասար է EXM-ը բաժանած արմատ 2-ի HYM-ը բաժանած արմատ 2-ի, իդեպ ասած այստեղ 1/2-ը անջատել ենք պատկերելով որպես 1 բաժանած արմատ 2-ի 2 անգամ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, մենք ունենք E մինուս 2 ալֆա Z բազմապատկիչ եւ բազմապատկած կոսինուս phi W-ով։ Վերջնականապես մենք ստանում ենք այս 4,2,30-ի աջ մասը, որը մենք նշանակում ենք E անգամ H անգամ E մինուս 2 ալֆա Z անգամ կոսինուս phi։ Այստեղ yen դա էլեկտրական դաշտի գործող արժեք կամ այս ասում են էֆեկտիվ արժեք, որը ինչպես հայտնի է ֆիզիկայի դասընթացից, իրենից ներկայացնում է ամպլիտուդը բաժանած արմատ 2-ի։ Դա նշանակում է, որ պոինտինգի վեկտորի միջինացված արժեքը տարածության տվյալ կետում բաղկացած է EH արտադրյալից, բաղկացած է էքսպոնենցիալ նվազող բաղադրիչից եւ կոսինուս phi W մեծությունից։ Այժմ փորձենք հասկանալ, թե ինչու այս 4,2,27 արտահայտության մեջ H կոմպլեքս մեծությունը փոխարինվում է իր զուգորդով, որն է դրա ֆիզիկական իմաստը։ Այդ նպատակով նախ E-ի սկզբնական տեսքը, որը բերված է հղումներում 4,2,12, վերափոխենք կիրառելով այս կայի արժեքի մեծությունը 4,2,9 արտահայտությունից։ Այն կպատկերենք որպես 4,2,31։ Եվ այստեղ պարզության համար E-ի սկզբնական փուլը, այսինքն phi 0 yen, ընդունված է հավասար 0-ի։ Ինչ վերաբերում է կոմպլեքս զուգորդի մագնիսական դաշտի ֆեյզերին, ապա դրա համար կարող ենք գրել 4,2,25-ը, որը մենք նախկինում արդեն ստացել էինք, եւ փոխելով դրանում առկա կեղծ միավորի նշանը կստանանք 4,2,25a արտահայտությունը։
Ուստի մագնիսական դաշտի ժամանակային կախվածությունը կոմպլեքս զուգորդի տեսքով կարող է ներկայացվել որպես 4,2,32-ը։ Եվ այստեղ կարող եք տեսնել, որ ոչ միայն Phi-W-ի նշանն է փոխված, այլ նաև հարկավոր է վերցնել տարածման հաստատման կոմպլեքս մեծության զուգորդը։ Եվ ի վերջո մենք H դաշտի համար ստանում ենք այսպիսի մի արտահայտություն EXM-ը բաժանած W բացարձակարժեք անգամ E Phi-W անգամ E մինուս ալֆա Z եւ էքսպոնենտը այսպիսի քառակուսի փակագծերով կամ հաշվի առնելով որ EXM-ը բաժանած W մոդուլի վրա HXM-ն է կարող ենք վերջնականորեն գրել որպես HXM E մինուս ալֆա Z եւ E-ի այս աշտաստիճանը Իսկ այժմ վերադառնալով մեր 4,227 արտահայտությանը տեղադրենք այստեղ E կոմպլեքս արժեքը եւ H լծորդ արժեքը, ինչպես նաեւ հաշվի առնենք, որ սինուսը հավասար է 1-ի եւ արդյունքում ստանում ենք, որ pointing-ի վեկտորի կոմպլեքս մեծությունը իրենից ներկայացնում է երկու այս քառակուսի փակագծերի արտադրյալ, որը ներկայացված է 4,2,33-ով Այստեղ դժվար չէ տեսնել, որ E օմեգա T մինուս բետա Z-ը եւ նման արտահայտությունը մինուս նշանով կարելի է պարզապես կրճատել։ Եվ արդյունքում ստանում ենք, որ այս pointing-ի վեկտորի իրական տեսքը ստացվում է EXM HXM անգամ E մինուս 2 ալֆա Z կոսինուս Phi-W Դժվար չէ տեսնել, որ EXM HXM-ը իրենից ներկայացնում է pointing-ի վեկտորի ամպլիտուդը եւ սա pointing-ի վեկտորի ամպլիտուդի Z կախվածությունն է։ Ուստի, եթե ամպլիտուդը հավասար է այս մեծությանը, ապա pointing-ի վեկտորի միջինացված արժեքը ստացվում է հավասար 1/2 այս range P կոմպլեքս մեծությունը Եվ ի վերջո մենք ստանում ենք E անգամ H անգամ E-ի մինուս 2 ալֆա Z կոսինուս Phi-W, դա 4,2,34 արտահայտությունն է։ Համատելով 4,2,30-ի հետ տեսնում ենք, որ բացարձակ նույն մեծությունն ենք ստացել։ Այսպիսով կոմպլեքս զուգորդի ներմուծումը բանաձևերի մեջ թույլ է տալիս ազատվել օմեգա T մինուս բետա Z այս բարձր հաճախքային կոմպոնենտին եւ գործ ունենալ միայն կոմպլեքս ամպլիտուդների հետ։ Մենք կարող ենք գալ հետեւյալ եզրակացություններին այս 4,2,34 արտահայտությունից ելնելով։ Եզրակացությունը այն է, որ կորուստներով միջավայրում տարածվող հարթ էլեկտրամագնիսական ալիքի հզորության հոսքի նվազումը կախված է երկու գործոններից։ Առաջինը հետևյալն է, երբ ալիքը շարժվում է մի կետից մյուսը իր հետագծով, այն կորցնում է հզորությունը ջերմության կորուստների պատճառով կետ առ կետ անցնելիս եւ դա վերածվում ի վերջո էքսպոնենցիալ նվազման։ Եվ երկրորդ գործոնն այն է, որ E-ի եւ H-ի միջև գոյություն ունի փուլային շեղում Phi-W-ն, որի կոսինուսը հանգեցնում է հզորության արժեքի նվազման լրացուցիչ մի հանգամանք եւ կախված չէ անցած հեռավորությունից։ Այն ընդունված է անվանել հզորության գործակից։ Սրանով մենք ավարտում ենք այսօրվա դասը։ Հաջորդ 16-րդ դասի ընթացքում մենք կդիտարկենք էլեկտրամագնիսական ալիքների բևեռացումը։ Դա չափազանց կարևոր է տարբեր կիրառումների համար եւ մենք այն կդիտարկենք բավականին մանրակրկիտ։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօր հետևել են իմ դասին, մասնավորապես իմ բոլոր բաժանորդներին եւ իմ ալիքի հյուրերին։ Ցանկանում եմ բոլորիդ հաջողություն եւ առողջություն։